Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների հետ։ 44-օրյա պատերազմի այս օրը հրթիռակոծության հետևանքով զոհվել է ոստիկանության 27 ծառայող, ներքին գործերի նախարարը հարգանքի տուրք է մատուցել։ Վրաստանում մեկնարկել է թիմ ընտրությունը, ընդդիմությունը բողոքի ակցիա է կազմակերպում։ Համասը համաձայնել է Գազայում պատերազմը դադարեցնելու Թրամփի ծրագրին։ Շատ մոտ ենք Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանը, Թրամփ։ Գազայում բոլոր պատանդների ազատ արձակումն ու հրադադարը շատ մոտ են, Մակրոն։ Համասի պատասխանը Գազայի հատվածում հրադադարի ծրագրին կառուցողական եւ նշանակալի քայլ է, Էրդողան։ Թուրքիան հատուկ չվրթով Իսրայելի Ստամբուլ է տեղափոխել գլոբալ Սումուտ նավատորմի 137 ակտիվիստի։ Ուկրաինական ԱԹՍ-ները գիշերը հարվածել են Լենինգրադի մարզում նավթավերամշակման գործարանի։ Ռուսական ուժերն անօդաչու թռչող սարքերով եւ հրթիռներով հարվածել են Ուկրաինային։ Մյունխենի օդանավակայանը երկրորդ օրն անընդմեջ դադարեցրել է աշխատանքը դրոնների պատճառով։